ձեր որոշումների մեջ որևէ բան չի փոխվել, ավելին, որ մենք հասել ենք կուլմինացիայի։ Իմ եւ շատ քաղաքացիների անունից ուզում եմ հարց հնչեցնել, ի վերջո, երբ եւ ինչ միջոցներով ենք մենք փորձելու Վեհարանը ազատել Կտրիչ Ներսիսյանից։ Շնորհակալ եմ։ Հարցին կպատասխանի Հայաստանի Հանրապետության վարչապետը, խնդրեմ պարոն վարչապետ։ Եթե դուք կուլմինացիան նկատի ունեք, ես դրա մասին եմ հայտարարել, ասել եմ, որ ես պատկերացնում եմ Էջմիածնի կենտրոնական հրապարակում հոգևոր բովանդակությամբ մեծ միջոցառում, որը պետք է լինի այդ գործընթացի կուլմինացիան, եւ մենք հիմա քննարկում ենք ժամկետների կազմակերպչական եւ բովանդակային հարցերը, բայց ինչն է կարեւոր այստեղ։ Շատ կարեւոր մի հանգամանք կա, որ այդ իրադարձությունը պետք է ունենա հոգևոր բովանդակություն։ Ես ուզում եմ մենք ճիշտ հասկանանք։ Ես անդադ հիմա այս վերջին շրջանում ամենաշատ եւ ժամանակը եւ ծախսում եմ նրա վրա մեր մի շարք հայրենակիցների եւ գործընկերների ներկայացնելով, որ այս process-ի նպատակը ինտրիգը չի։ Այս process-ի նպատակը ինչ որ, այսպես ասած, կադրային հարց լուծելը չի։ Այս process-ի նպատակը բացառապես հոգևոր է։ Այս process-ի նպատակը հոգևոր նորոգումն է հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու, որը մեր սրբությունն է, որը իմ սրբությունն է, ոչ միայն իմ, դա էս էլ է կարևոր, որ ասում եմ իմ սրբությունն է, հիմա կասեն ասեց, որ եկեղեցին իրանն է, բոլորիս եւ այդ թվում իմ սրբությունն է, եւ մենք չենք կարող, ինչպես Աստվածաշնչում է ասված, չենք կարող մեր մարգարիտը նետել խոզերի առջև, եւ մենք պետքա սրբագործենք մեր սրբության սրբոցը։ Եվ դա լինելու է, կուլմինացիան լինելու է Էջմիածնի կենտրոնական հրապարակում։ Բայց դա չի լինելու մեծ ծանոթ քաղաքական, չգիտեմ, հեղափոխական, դա ունենալու է բացառապես հոգևոր քրիստոնեական արժեքների, Հայաստանի առաքելական Սուրբ եկեղեցու արժեքների վրա հիմնված միջոցառում։ Այնտեղ չեն հնչելու քաղաքական կոչեր, չեն հնչելու քաղաքական բովանդակության ելույթներ, հնչելու են հոգևոր բովանդակության ելույթներ, բայց այդ հոգևոր բովանդակությունը, ես էլ եմ ասում, մենք պետքա հոգևոր կյանքը, հոգևոր արժեքների վրա հիմնված կյանքը պետքա մեր հանրության, մեր կյանքի անբաժանելի մասը լինի, փոխանակ եկեղեցին այդ խնդիրը լուծի, որ հոգևոր կյանքը տարածվի աշխարհիկների շրջանում, իրանք աշխարհիկ կյանքը տարածում են հոգևորականների շրջանում։ Չի կարա սենց բանը լինի։ Չի լինելու կոմպրոմիս, ես ուղիղ եմ ասում։ Չի լինելու կոմպրոմիս, բացառված է կոմպրոմիս։ Կտրիչ Ներսյանը պետք է գնա, ես ասում եմ, ինչքան շուտ գնա, այնքան ավելի լավ։ Չի օգնելու, չի փրկելու ոչ մի բան։ Եվ այն սովորական գործիքակազմերը չի, որ սենց չգիտեմ ինչ եւ այլն, նույնիսկ մեզ ծանոթ, դա քաղաքական գործիքակազմ չի, դա հոգևոր գործիքակազմ է։ Եվ ես էլ է շատ կարևոր։ Օրինակ ինձ եղել են մարդիկ, ասել են իմ կոչին ի պատասխան, դահլիճում հավաքված են եղել, ասել են մենք կանգնած ենք, մենք գալիս ենք, ուր գնում ենք, գալիս ենք։ Ասել եմ Աստվածաշունչ գոնե մի անգամ կարդացել եք կյանքում։ Մարդիկ ասել են, չի, ասել եմ, ես շնորհակալ եմ այդ աջակցության համար, բայց համակարգող խորհրդի կազմում դուք չեք կարող լինել, որովհետև մենք պետք է հասկանանք ինչի մասին ենք խոսում։ Ասել եմ, դուք ամեն օր աղոթում եք, թե չեք աղոթում։ Մարդիկ են եղել, ասել են չէ։ Ասել եմ, կներեք, բայց դուք չեք կարող լինել այդտեղ։ Ասել եմ, վերջին 5 տարում գոնե մի անգամ մեծ պահքը պահել եք։ Ով ասել է, հա, ասել եմ, շատ լավ։ Ով ասել է, չէ, ասել եմ, շնորհակալ եմ, դուք կարող եք տեղ ունենալ հրապարակում, բայց դուք ամբիոնին չեք կարող տեղ ունենալ։ Որովհետև սա հոգևոր բովանդակության մասին է։ Եվ այն մյուս չափանիշները, հավատում եք Հիսուս Քրիստոսին, ձեր ամբողջ սրտով, ձեր ամբողջ հոգով, սիրում եք Հիսուս Քրիստոսին, ով է ձեզ համար Հիսուս Քրիստոսը։ Հավատում եք, որ սա հոգևոր
նորոգման օրակարգը, հավատում եք, որ սա ճիշտ օրակարգ է, հավատում եք, որ սա հանուն Հայաստանի է, հանուն հայաստանյա ծառայելական Սուրբ եկեղեցու է։ Օրինակ եղել են մարդիկ հարց եմ տվել, ասել եմ ովքեր են, որ մկրտված չեն հայաստանյա ծառայելական Սուրբ եկեղեցում։ Եղել են մարդիկ, որ ձեռք են բարձրացրել, ասել եմ շատ շնորհակալ եմ աջակցության համար, բայց պիտի խնդրեմ դուրս գաք քննարկումից, որովհետև այս քննարկումը քաղաքական քննարկում չի, որտեղ բոլոր քաղաքացիները ունեն իրենց ասելիքը։ Սա հայաստանյա ծառայելական Սուրբ եկեղեցու հետևորդների խոսակցությունն է։ Ներողություն եմ խնդրում, բայց այս խոսակցության դուք չեք կարող ասել։ Ես բանը 1000 ներողություն ես բառիս համար, մոմի գործի նայողը կաթողիկոսի աղբոր տղան է։ Կաթողիկոսի չէ, Կտրիչ Ներսիսյանի։ Ամենամեծ թեմի առաջնորդը Կտրիչ Ներսիսյանի եղբայրն է։ Այն մյուս թեմի առաջնորդը իր քրոջ որդին է։ Եվ այլն եւ այսպես շարունակ։ Հայ առաքելական եկեղեցին բռնազավթված է մի կլանի կողմից։ Եվ մենք ոչ թե եկեղեցու դեմ ենք պայքարում, մենք պայքարում ենք եկեղեցու արժեքների եւ նվիրապետության համար։ Եվ ես էլ եմ ասում, ես դրան այսօր եւ այս նվիրապետության կառուցվածքն է, որ կուսակրոն քահանաները ղեկավարում են եւ հոգեվոր եւ բարոյական գերիշխող դիրք ունեն ամուսնացյալ քահանաների նկատմամբ։ Բայց մարդիկ, որ չեն կարող մի ամիս առանց ինչպես կնոջ ապրել, իրանք ինչ իրավունքով են ղեկավարում ամուսնացյալ քահանաներին, ովքեր իրենց ուխտը չեն խախտել, ովքեր Աստծու առաջ եւ հանրության առաջ ազնիվ են եւ իրենց ծառայության մեջ առաքինի։ Ով է օրինակ Կտրիչ Ներսիսյանին իրավունք տվել հրահանգ տալ ամուսնացյալ քահանային։ Ոնց կարա կուսակրոնության ուխտը խախտած եւ չեմ ուզում ամբյոնից էլ այդ բառը պաշարը օգտագործել, ասենք Սամվել Առաքելյան կոչվող ոմը մեկը ոնց կարա ամուսնացյալ եկեղեցա քահանաներին Խաչատրյան ներողություն Սամվել Խաչատրյան ամուսնացյալ քահանաներին հրաման տա եւ նրանց նկատմամբ գերակա դիրք զբաղեցնի։ Ոնց կարա։ Դա անարգանք է բոլոր ամուսնացյալ քահանաների նկատմամբ։ Որտեւ ինչ ասես, որտեղ ասես անում են, մի հատ էլ գալիս են այդ բանի դիրքերից, որպես մարդիկ, ովքեր ամուսնացած են եկեղեցու հետ, գալիս են բարոյական եւ ոչ միայն իրավական բան են կիրառում։ Իշխանություն են կիրառում այդ փաստի բերումով, հասկանում եք, այդ փաստի բերումով։ Մի հատ էլ ոնց կար կաթողիկ ասում են կաթողիկոսի անձնական կյանքը։ Հասկանում եք։ Կաթողիկոսի անձնական կյանքը։ Մարդիկ, ով որ խոսում են այս իրավիճակի պաշտպանության մասին, նրանք քար առ քար քանդում են հայ առաքելական եկեղեցին, նրա նվիրապետությունը